Ընտրությունները արդեն մոտենում են, կասեք ում եք պատրաստվում ընտրել։ Մեր վարչապետին։ Նիկոլ Փաշինյանին։ Այո։ Ինչ է ծիրել։ Գործերի համար Որ աշխատանք եք բոլոր կատարած աշխատանքները եւ սոցիալական ոլորտում եւ պետության ոլորտում եւ քաղաքաշինության, գյուղաշինության Ելում է պետք է տեսնում։ Նիկոլի նո։ Ինչ է ծիրել։ Ոնց պետք է խանի որ ամեն ինչ արել է։ Ու անում է պետք է թողենք ան ինչ պետք է անի։ Որ փոփոխություններն եք ավելի շատ գնահատում։ Սա ամեն ինչ։ Լրիվ փոփոխություն արել ամեն ինչ շատ լավ է։ Ու շատ լավ է ըլնելու։ Այս ընտրություններում եք տեսնում վարչապետի պաշտոն։ Նիկոլ Փաշինյանի, Ինչ է ծիրել։ որովհետև ինքը լավն է։ Նիկոլ Փաշինյանին։ Ես իր հարացները տեսնում եմ, գիտեմ ինչա, տեսել եմ։ Միջև էլ գիտեի ինչ ա եղել, ինչ երկիր ա եղել։ Հիմա տեսնում եմ ինչ երկիր ա։ Դրա համար Իր աշխատանքը հետանասանը որն է։ եթե որպես թոշակառու համ թոշակ նոր երկիր ա ստեղծվել, որ մեկ ասեմ, ասելու այնքան կա լրիվ ուրիշ երկիր ա հիմա։ Ես որ նայում եմ ձեր դեմքին, այն ժամանակ մարդկանց երեսին որ նայում եմ, ու հիմա արդեն տարբերություն կա։ Նիկոլ Փաշինյանին։ Դե չեմ ուզում։ Որ աշխատանքն եք գնահատում։ Բոլոր, որ թոշակառուների արտոնությունը տվեց, ապահովագրության, ամեն ինչի համար շնորհակալ ենք պարոն Փաշինյանին։ Վարչապետի պաշտոնում եք տեսնում։ Նույնը, Նիկոլ Փաշինյանին։ հա, Չիրել։ ինչպես, Ինչ է իրեն։ դե ինքանով է լավ, որ ոչ մի կեղծարարություններ բաներ չի անում ինքը։ Նորմալ ինքը իր աշխատանքով ժողովրդի մասին էլ հոգատանում։ Այդ կա մի բան, եթե մնա ինքը, ընտրելու են Փաշինյանին։ Իսկ դուք ում եք ընտրելու։ Ում եք ընտրելու։ Էդի ոչ մեկին ես չեմ ասի։ Էդի կարծիքն է, Այդի հետաքրքիր է, էլի հանդրությանը։ ամենը դեպս այն մարդը, ով որ խաղաղություն ասերի, ես նրան դեպի կողմնակից եմ։ Պատերազմ վաբշե չեմ ուզում անունը լսել պատերազմ։ Հիմա թե Փաշինյանը կլի, թե Փաշինյանի ուրիշ մարդ կլի, չգիտեմ, որը որ ժողովրդի կողմն է, պատերազմ չի ցանկանում նրան էլ ընդդելու։ Նույնն է մնալու ավելի բարձր մակարդակով։ Այսինքն կողմ եք, որ նույն իշխանությունները մնան։ Այո։ Դրականը ավելի շատ է։ Ես մի տարվա համար չեմ ասում։ 30 տարվա համար եմ ասում, հաշվի առնելով 60-ը։